Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մարատ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Ուկրաինա-Ռուսաստանի լայնածավալ ներխուժման 1197-րդ օրն է։ Դե ինչ, քանի դեռ Ղրիմի կամուրջը չի քանդվել, կարծում եմ հարվածները շարունակվելու են, թեպետ երեկվա հարվածով SBU-ն շատերին ցույց տվեց, որ Պուտինյան ռեժիմը ուկրաինացիների համար վախեցնող չէ։ Մենք պայքարել ենք, պայքարում ենք եւ շարունակելու ենք պայքարել մինչեւ հաղթանակ, եւ կապ չունի որտեղ են թիրախները, ուկրաինական ուժերը չեն ընկրկելու, խոցելու բոլոր այն օբյեկտները, որոնք մաս են կազմում Պուտինյան ագրեսիային։ Միևնույն ժամանակ մեծ արագությամբ համալրվում է փոխանակման ֆոնդը, ամեն օր լուրեր են ստացվում ռուս զինվորականների նոր խմբերի գերի ընկնելու մասին Կուրսկի, Բելգրադի եւ Դոնբասի ուղղություններից։ Նախորդին լուրեր եղան նաեւ, որ մերոնք Կուրսկի մարզում կարևոր դիրքեր են գրավել։ Կարծում եմ մեր Telegram-ի բաժանորդները արդեն տեսել են գրավման հիանալի կադրերը։ Պուտինը ուզում էր հպարտանալ Սումիի մարզում նոր ճակատով եւ իբր թե նվաճումներով, բայց մենք նրան տխրեցնելու ենք Կուրսկի մարզում մեր հաջողություններով եւ Բելգրադի մարզից նոր գերեվարումներով։ Վերջի վերջո այս խաղը երկուսով է խաղացվում, ոչ միայն ռուս զինվորները կարող են ինչ-որ բան գրավել իրենց քանակի հաշվին, ուկրաինացիները ոչ մի բանով չեն զիջում, հատկապես իրենց կարողություններով։ Հիշեցնեմ, որ ամենատպավորիչ կադրերը կարող եք վայելել մեր Telegram-յան ալիքում, իսկ ես անցնեմ մեր հաջորդ թեմաներին։ Սումիի մարզում կարծես ռուսները իրենց այլ ուղղություններում կրած հայտարարությունը ծածկելու համար հերթով հայտարարում են տարբեր բնակավայրերի գրավման մասին, բայց հետո պարզվում է, որ այդ բնակավայրերը ոչ միայն օկուպացված չեն, այլ նաև դարձել են հենակետ հարձակումներ սկսելու համար Կուրսկի մարզի ուղղությամբ, օրինակ Գույևոյի վրա Կուրսկի մարզի ռազմաճակատային գիծը դինամիկ է այդ ուղղությամբ, շարժական հայերեն։ Պուտինիստներին շտապ անհրաժեշտ են հաղթանակներ եւ հենց դրա համար նրանք փորձում են մոլորեցնել ինֆորմացիոն դաշտը, մեկը մյուսին հերթ չտալով այդ ռազմական բլոգերները ինչ որ հայտարարություններ են անում, նաեւ իրենց զինվորական գերատեսչությունը, եթե կարելի է այդպես ասել, մասնակցում է այդ ստերի շքերթին։ Իսկ մեր լսարանի համար կասեմ այսպես. դուք գիտեք, այս տարիների ընթացքում մենք բազմաթիվ դժվարություններ ենք հաղթահարել։ Լայնածավալ ներխուժման առաջին օրերին թշնամին արդեն կանգնած էր Կիևի դարպասների մոտ, 10 մարզերում առաջ խաղացում ուներ, բայց մենք համբերությամբ պայքարեցինք եւ ազատագրեցինք 5 մարզ։ Եթե հիմա Պուտինը նորից փորձում է ինչ-որ տեղ մտնել, իրեն ցույց տալ, ապա մենք նորից կհիշեցնենք օկուպանտին, թե ինչպես ենք մենք կարողանում պաշտպանել մեր հողը եւ դուրս հանել թշնամուն։ Իդեպ, երբեմն մեկնաբանություններում հանդիպում են մարդիկ, ովքեր նեղվում են, երբ ես ասում եմ մեր նկատի ունենալով ուկրաինականը։ Հիմա ձեր էկրաններին հանեցի Երևանի Կիևյան կամուրջի պատկերը։ Ուկրաինայի հայ համայնքը հենց նման կամուրջի դեր է կատարում Ուկրաինայի եւ Հայաստանի միջև, ովքեր գիտեն, ովքեր ուզում են տեսնել, անպայման գտնում են իրենց օգնությունը համայնքի կողմից, իսկ ովքեր չէ, դրանց չի ուզենա այսօր անդրադառնալ։ Պարզապես հիշեցնեմ այդ մարդկանց, ովքեր որ նեղվում են, սա ուկրաինական ալիք է եւ Ուկրաինայի հայերը, ուկրաինական ժողովրդի անբաժանելի մասն են արդեն ավելի քան 12 դար։ Ուկրաինան վաղուց դարձել է մեր ընդհանուր տունը բոլոր ազգերի համար, ովքեր դարերով այստեղ են ապրել։ Եվ քանի որ տունը ընդհանուր է, պաշտպանելն էլ միասին է, որովհետև այստեղ են մեր սրբությունները, մեր դարավոր ժառանգությունը, եւ եթե խոսենք հենց հայկականի մասին, Ուկրաինան այն պաշտպանել է օրինակելի կերպով եւ իրոք կարող է օրինակ դառնալ շատ երկրների համար։ Ուկրաինան Ուկրաինայի հայերի համար տուն է, ու շատերի համար նաեւ հայրենիք։ 12 դարերի մեջ պատկերացրեք ինչքան մարդ է այստեղ ծնվել։ Սա մեր տունն է։ Իմ անձնական դեպքում սա այն տունն է, որտեղ ես ապրել եմ իմ կյանքի մեծ մասը։ Եվ իհարկե ոչ մի դեպքում չենք մոռանում Հայաստանը, բայց նաեւ պետք է հիշենք եւ ընդունենք, որ մեր երեխաների ու թոռների հայրենիք արդեն Ուկրաինան է։ Այո, մենք երկու երկիր ունենք, որոնց համար ցավում է մեր սիրտը, որոնց համար պայքարում ենք։ Հիմա չեմ մանրամասնի, թե ինչպես Ուկրաինայի հայերը կանգնած էին մեր եղբայրների կողքին, թե 16 թվականին, թե 20 թվականին։ Այդ մասին հայկական լրատվամիջոցները պատմել են թե Կիևում, թե Երևանում հայերի միության ստեղծած շտաբի մասին, Արցախի պատերազմի օրերին կատարված մեծածավալ աջակցության մասին։ Շնորհակալություն բոլոր լրատվամիջոցներին, որոնք իրենց հաղորդումները նվիրեցին մեր աշխատանքին, բայց ուզում եմ ընդգծել, մեր տունը լինի Ուկրաինան թե Հայաստանը, մենք պաշտպանում ենք ոչ թե PR-ի համար, այլ որ թշնամին չհամարձակվի սուր ճոճել մեր գլխին։ Այնպես որ եթե կան մարդիկ, ովքեր նեղվում են, ասեն, որ պետք չէ, մենք Ուկրաինա հայեր ենք եւ հպարտ ենք մեր երկու երկրների համար։ Անցնենք ռազմաճակատի լուրերին։ Իդեպ երեք մի փոքր վրիպ
հանդիպում տեղի ունեցավ գլխավոր շտաբի հաղորդագրության հետ կապված, քանի որ ռուսական ավիացիայի ոչնչացումը իրականացրել էր Ուկրաինայի ազգային անվտանգության ծառայությունը SBU-ն, իսկ դուք ինչպես գիտեք, դա այլ գերատեսչություն է, ապա ավելացված 41 ինքնաթիռի ոչնչացման մասին տվյալը չէր ընդգրկվել գլխավոր շտաբի առավոտյան հաղորդագրության մեջ։ Ռուսները շտապեցին ուրախանալ, սկսեցին գրել, թե իբր 41 ինքնաթիռը ճիշտ թիվ չէ, բայց նրանց ուրախությունը երկար չտևեց։ Քիչ անց նորացված թարմացված գլխավոր շտաբի հաղորդագրության մեջ հստակ նշված էր ռուսական 41 ինքնաթիռ, նշված էր, որ ռուսական 41 ինքնաթիռ է խոցվել Սարդոստային գործողության ժամանակ։ Հիմա ձեր էկրաններին երեկվա ռելիզն է, ուշադրություն դարձրեք խոցված ինքնաթիռների արդեն ուղղված թվին +41, այո, նման դեպքեր լինում են, որովհետև տարբեր ուժային կառույցներ են իրականացնում իրենց ռազմական աշխատանքը Ռուսաստանի դեմ, բայց ի վերջո գլխավոր շտաբի հաղորդագրություններն են այն աղբյուրը, որտեղ ամբողջական պատկերն է ներկայացվում, այդ իսկ պատճառով ես ձեզ ներկայացնում եմ հենց գլխավոր շտաբի ռելիզը, չնայած առանձին անդրադառնում ենք իհարկե բոլոր գերատեսչությունների պաշտոնական տվյալներին։ Հենց այդ պատճառով երեք մենք չցուցադրեցինք կիսատ տարբերակը գենշտաբի, իսկ այսօր ներկայացնում ենք միանգամից երկու հաղորդագրություն, երկու ռելիզ, ինչպես նախորդ օրվա, այնպես էլ այսօրվա համար։ Հիմա ձեր էկրաններին տեսնում եք երեկվա թարմացված ռելիզը +41 ինքնաթիռով։ Հիմա ձեզ ցույց տամ այսօրվա ռելիզը, որը հագեցած է պաշտոնական նորացված տեղեկատվությամբ։ Ըստ այսօրվա արդեն ռելիզի վերջին 24 ժամվա ընթացքում ռազմաճակատում տեղի ունեցել 178 մարտական բախում, հակառակորդը փորձում է հարձակվել 11 ուղղությամբ, ուկրաինական ստորաբաժանումները հակահարված են տալիս պաշտպանելով իրենց դիրքերը, ուկրաինական զորքերը հարվածել են թշնամու ածնակազմի, զենքի եւ ռազմական տեխնիկայի կենտրոնացման 10 տարածքների, Ուկրաինայի պաշտպանության ուժերը շարունակում են իրենց գործողությունը Կուրսկի ուղղությամբ, վերջին 24 ժամվա ընթացքում այս ուղղությամբ տեղի ունեցել 26 զինված բախում, վերջին 24 ժամվա ընթացքում ռուսները Ուկրաինայի դեմ մարտերում կորցրել են եւս 1020 զինվոր, Ուկրաինայի զինված ուժերը նաև ոչնչացրել են թշնամու 399 միավոր տեխնիկա եւ սպառազինություն։ 22 թվականի փետրվարի 24-ից մինչ այսօր թշնամու ընդհանուր մարտական կորուստները կազմում են 991,820 զավթիչ։ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին հայտնել է, որ 25 թվականի սկզբից ի վեր ռուսական զորքերը Ուկրաինայում կորցրել են արդեն 200,000 զինվոր, այսինքն այս տարվա սկզբից ի վեր 200,000 թշնամու զինվոր, որի համար գեներալը շնորհակալություն է հայտնել յուրաքանչյուր ուկրաինացի զինվորի իրենց պրոֆեսիոնալիզմի դրսևորման համար, ասեք որ քիչ չէ 5 ամսվա համար 200,000 թշնամի ոչնչացնելը։ Իդեպ Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես կոդավորել եւ թույլատրել է Ուկրաինայում արտադրված Շեֆ-1 անվանումով անօդաչու թռչող համալիրի կիրառումը զինված ուժերում։ Դրոնը նախատեսված է թշնամու թռչող սարքերի կամ կենթանի ուժի խոցման համար հատուկ փամփուշտներով հագեցված խոցման մոդուլի միջոցով։ Մեծ Բրիտանիան այս տարի կներդնի ռեկորդային 350 միլիոն ֆունտ ստերլինգ Ուկրաինա անօդաչու թռչող սարքերի մոտակարարումները 24 թվականի 10,000-ից հասցնելով 100,000-ի արդեն այս տարի, այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը։ Անցնեմ ռուսների երեկվա դրոնների հարձակմանը, Ուկրաինայի հոպ ուժերը հունիսի 3-ի երեկոյից ի վեր ոչնչացրել են ռուսական 95 շահեդ դրոններից 61-ը, որոնք ռուսները օգտագործել էին Ուկրաինայի վրա հարձակվելու համար։ Օդային հարվածների հիմնական ուղղություններն էին Խարկովի, Սումիի, Դնեպրոպետրովսկի, Օդեսայի եւ Դոնեցկի մարզերը։ Հարվածներ են գրանցվել ցավոք սրտի 7 վայրերում։ Չեն դադարում նաեւ Ռուսաստանի հարձակումները Ուկրաինայի սահմանամերձ խաղաղ բնակավայրերի վրա։ Իրենց հերթին ուկրաինական դրոնները շարունակում են գործել օկուպացված տարածքներում, ինչպես նաեւ Ռուսաստանի խորքում։ Ռուսաստանի տարածքում իրականացվել են մի շարք արդյունավետ հարվածներ, որոնց կադրերը արդեն տեսել են մեր Telegram ալիքի բաժանորդները։ Մանրամասն ներկայացնում ենք ուկրաինական բանակի մարտական աշխատանքը։ Եթե կան մարդիկ, ովքեր դեռ չեն բաժանորդագրվել մեր Telegram-յան ալիքին, առիթը մի կորցրեք, կադրերը շատ լավն են եւ ոգևորիչ։ Ռուսաստանում ռազմական տեխնիկայի համար շարժիչներ արտադրող գործարանում 2 օրվա ընթացքում երկրորդ խոշոր հրդեհն է բռնկվել։ Հունիսի 4-ի գիշերը Յարոսլավլի ավտոդիզել շարժիչների գործարանում հրդեհ է բռնկվել, որը ընդգրկել է 12 խոցանի շարժիչներ արտադրող արտադրամասը։ Շատ չերկարացնեմ ռազմաճակատի մասին եթերը,
պայքարը շարունակվում է։ Այսօրվա հաղորդման համար այսքանն էինք նախատեսել։ Շատ շնորհակալ եմ ձեր օգնության, լայքերի, եթերների տարածման եւ ալիքին բաժանորդագրվելու համար։ Հատկապես խնդրում եմ չմոռանալ բաժանորդագրվել նոր ալիքին, ինչպես արդեն ասել եմ, երկու ալիքներն էլ կաշխատեն զուգահեռ։ Մաղթում եմ ձեզ լավ երեկո, կհանդիպենք։